Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին, ճեպազրույցում ասել է Փաշինյանը։ Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է եւ կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու։ Ուստի մենք շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ չընկալեն դա որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Կարծում եմ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան, հավելել է վարչապետը։ Ընտրությունը բանավեճերը լուծելու միջոց է, պետք է գնահատի ժողովուրդը, քաղաքացիական պայմանագիրը հանձնվում է ժողովրդի դատին եւ նրա ցանկացած որոշման կենթարկվի, վարչապետի արձանագրումն է։ Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ 2026-ի մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալու է Հայաստան-ԵՄ Անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։